Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը հրապարակի հետ զրույցում վստահեցնում է, եթե Ադրբեջանը ստանա Զանգեզուրի միջանցքը, ինքը հրաժարական կտա։ Ադրբեջանի նախագահան շատ բան ա ուզում իհարկե, նես չի որ ինչ որ ասում է պետությունը կամ կառավարությունը իր բոլոր պահանջները կատարում է, դա ասվի ինձ թվում է, երբ որ մեր պահանջներն էլ կապահովի Ադրբեջանի կողմը, Ադրբեջանի նախագահան, երբ որ համաձայնության կա, ինձ թվում է նոր այդ ճանապարհները կբացվի, առանց ողջ համաձայնությունների ճանապարհ չի բացվի։ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը շարունակ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Ռազմավարական դաշնակից իր մեծ եղբայր Էրդողանի հետ տարածաշրջանային գրեթե բոլոր կարևոր հանդիպումներին Ալիևը պնդում է, բացելու են Զանգեզուրի միջանցքը։ Բաքուն Հայաստանից պահանջում է միջանցք տրամադրել առանց որևէ հսկողության իրավունքի։ Այն պետք է անցնի Մեղրիով, կապելով Նախիջևանը Ադրբեջանին։ Զանգեզուրի միջանցքն արդեն միջազգային շրջանառության մեջ մտած տերմին է, չնայած որ Փաշինյանը պնդում է, ոչ մի դիվանագիտական հարթակում որևէ փաստաթղթում չկա միջանցք տրամադրելու պայմանավորվածություն։ Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում Մեղրիի միջանցք հասկացությունը։ Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ ոչ Մեղրի բառ կա, ոչ էլ միջանցք բառ։ Մեղրու համայնքապետը շեշտում է, միջանցքին դեմ է եւ բնակչությունը, եւ ամբողջ Սյունիքը, եւ ամբողջ Հայաստանը։ Ինքն էլ չի ճանաչում այնպիսի մարդու, որ կստորագրի միջանցքի տրամադրումը, հավատում է վարչապետի ասածներին։ Ես հավատում եմ վարչապետի ասածներին, ինձ թվում է միջանցք չի լինի, ճանապարհների ուղղակի բացում կլինի, դեքել դեմ չենք, իհարկե այդ ամեն ինչը երբ դեմարկացիա, դելիմիտացիայից հետո պայմանագիր, դեմարկացիա, դելիմիտացիա, նոր կարելի է ճանապարհները բացել։ Դիտարկման է, որ Փաշինյանը նախ հայտարարեց Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ պատերազմից հետո ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում եւ ամբողջությամբ հանձնեց այն 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Անդրեասյանի դեմքին ժպիտ եկավ, սակայն հարցին պատասխան չգտավ։ Պատասխանը չեմ կհատամ, ինձ միլեք խնդրում եմ, բայց ինչ մնում ստեի համար, միջանցքի համար, եւ բնակչությունն ա դեմ, եւ ամբողջությունն ա դեմ, եւ ամբողջ Հայաստանն ա դեմ, ես չեմ գտնում այդպես մարդ, որ ինչ-որ մեկը կարա ստորագրի միջանցքի տրամադրումը։ Պարոն Փաշինյան, դուք բացառում եք, որ որևիցե փուլում Մեղրիով ճանապարհ միջանցք որևէ տարածք եք տրամադրելու Ալիևին, Բաքվին։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները տրանսպորտային եւ տնտեսական հաղորդումները ապաշրջափակել։ Խոսում եք ճանապարհների ապաշրջափակումից, պարոն Փաշինյան։ Ես հարցնում եմ, ճանապարհ տալու եք, թե չեք տալու։ Տալու եմ, այո։ Շատ լավ։ Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 թվականին։ Եթե մինչ այդ Հայաստանը կատարի Ալիևի պահանջը Զանգեզուրի միջանցքը տրվի, Անդրեասյանն ասում է հրաժարական կտա։ Ես դեմ եմ, ես որպես Մեղրի բնակիչ, որպես սյունեցի, ես միջանցքին դեմ եմ ու միշտ էլ դեմ եմ ելնելու։ Հրաժարական կտաք գործեր պաշտոնավարման ժամանակ։ Իհարկե կտա։ Առանց մեկ վայրկյան մտածել։